այդքան որ դու ինքնասպանությանը մոտ գործողություն ես կատարում։ Դու քեզ հանում ես պատճառետվանքային շղթայի մեջից, թողում ես ինքնահոսի։ Զարգացած երկրներում էլ է տենց, ով չկան գործանի, գնա դասա տալի։ Որը վատա դաս տալի, դրան ուղարկում են նախարարությունում աշխատի։ Հիմա արհեստական բանականությունը կամք ունի, այսինքն կամքի հիման վրա ինքնուրույն որոշումներ կայացնողա, թե пассив կատարող է, այսինքն իրան ասում են ինքը շատ լավ կատարում է, ամեն ինչ լավ իմիտացնում է։ Ղեկավարությունը միշտ ձգտում է ներքևում զսպի ազատ կամքը, դա իր բնական ձգտումն է։ Թե դու դրոն ես քշում, դու չես ուզում դրոնը ինքը որոշի ուր գնա, ուզում ես դու քշես։ Չկա տենց որ մենք չենք սովորում։ Հետևաբար մեր ուսումը այլևս 20-րդ դարի ուսման նման չէ, որ դու դիպլոմ ես ստանում, ու այլ կարաս չսովորես, կարաս աշխատես։ Մեր մոտ ամեն օր համաշխատում ենք, համ սովորում։ Մեծ փոփոխությունները բերում են բեկումները բերում են տառապանքի ու քո խնդիրն է մեկ այնք իրան ամեն ինչ տեղն են գնելու, քո խնդիրը մենակ հիմա է, դու հիմա առիթ ունես գործելու, հետո պետք չես։ Հետո սաղ տեղը կընկնեինք իրան։ Իսկ քո կարծիքով այդ դուրս մնացած լուսանցքում հայտնված մեծ քանակի մարդիկ ոնց է իրենց հարցը լուծվելու։ Ամբողջ աշխարհում այդպես է, Հայաստան երազողները քիչ են, իրանց երազանքները այնքան են ծաղր է, որ իրանք այս զենքը ստացել են տարօրինական, բայց չգիտեմ որտեղ իրան են, կյանքում չէին ուզում այս կյանքը փոխեին, sense յոլա գնալու ռեժիմով ապրում էին, դրա համար չգիտեն ինչ անեն։ Ողջունում եմ ձեզ Լուսարար podcast-ում, ես Տիգրան Արեգունին եմ։ Այսօր կզրուցենք արհեստական բանականության մասին, նրա բերած հնարավորությունների եւ մարտահրավերների թեմաներին կանդրադառնանք եւ մեր հյուրն է Instigate ընկերության եւ իրական դպրոցի համահիմնադիր Վահագն Պողոսյանը։ Բարև Վահագն ջան, ոնց ես։ Ողջույն, փառքաստ։ Վահագն ջան, չգիտեմ տեղյակ ես թե չէ, Բարձունքի գաղափարական բովանդակային քարտեզից արևածառ ենք կոչում։ Իրա մեջ ներառված է տարբեր հասկացություններ ու մեր պատկերացումն է ինչպիսի երկիր ենք ուզում ստանալ կմախքային տարբերակով, որը պիտի այսպիսի նաև կոլեկտիվ մտագործունեության արդյունքում միսու առուն ստանա։ Հիմա ընտրել ենք այս պահին նորարար երկիր հասկացությունը եւ խոսենք արհեստական բանականության մասին։ Որպես առաջին հարց կուզեմ ասես այն 3 առանցքային բաղադրիչները, որը բնութագրում է նորարար երկիր կամ նորարարական ազգ այդ հասկացությունը, 3 այն ամենաառանցքային բաղադրիչները քո կարծիքով։ Լավ, հարցը երբեք չեմ մտածել, որտեղ երբեք տենց երազանք չեմ ունեցել, որ մենք լինենք նորարար երկիր կամ ինչ-որ կարևորություն դրան չեմ տվել։ Նորարար ազգ կամ նորարար երկիր, այդտենց բաները մոդայիկ բաներ են, հա, կարա ասենք նախարարությունը ընդհանրեն գովազդի իր արտասահմանյան հյուրերի, ասենք տնտեսության նախարարությունը կարա գովազդի արտասահմանյան հյուրերին, որ մենք ուզում ենք լինենք։ Չէ, ես իրական նորարարների մասին եմ խոսում։ Չեմ կարծում, որ դրա մեջ արժեք կա մեր համար, ասենք, էական։ Ես այդպես չեմ պատկերացնում, դրա համար չեմ մտածել դրա մասին։ Հակառակը ես կարծում եմ, որ այդ նորարարություն հասկացության հետևից ընկնելը դատարկության ցուցանիշ է, այսինքն դու չունես նպատակադրումներ, չունես խնդիրներ, ունես օդի մեջ կախված խնդիր, նորարարություն, անիմաստ կտրված խնդիր, որտեղ եթե դու իրականում քո մարտահրավերներից երես չես թեքում, թե իրականում քո առաջ բացված հնարավորությունները, այսինքն երազանք ունես, որ սպասում ես, ասենք 100 տարվա երազանք ունես, ասենք բան, ասենք Ադրբեջանը 30 տարի իր երազանքը պահեց, ինչ որ պահի կարտերեն ես դասավորվեցին, որ կարացավ հասնի։ Դու պետք է կանաս 30 տարի քո երազանքը սրտումդ պահես, երեխուդ սրտից հետ չհանես, ելը մի հատ է փոխանցես իրան, այդ ժամանակ գալիս է առիթը դու այդ քո երազանքին հասնում ես։ Երբ որ սկսում ես ծաղրել այդ երազանքը 100 տարվա, ասենք մեր մոտ հիմա ամեն 100 տարվա բանա ծաղրվում եւ ծրագիր եւ երազանք, երեխեքին փոխանցել պապերի երազանք, բան այդ ամեն ինչը, որպեսզի քո հակառակորդը չերազի քեզնից վերցնի, դու պետք է իրան ներշնչես, որ ինքը ծաղրի առարկա է, որ իրենք սկսեն օդի մեջ կախված նորարարություններից խոսալ։ Երբ որ դու կոմենտ ամեն օր քո դուրը գալի թակում են խնդիրները, դու պետք է դրանց լուծես եւ եթե չես լուծեմ ինչեւ հիմա նոր լուծում ես, ինքնըստինքյան է դառնում նորարարության, քո մասին գրում են թերթերում արտասահմանում, որ դու այս խնդիրը լուծեցիր, բայց ոչ թե որովհետեւ sense առավոտը զարթնել ես մտածում ես ինչ նորարարություն անես կամ ում համար անես, հա, բայց պարզ է թե խալխի համար ծառայություններ ենք մատուցում, այդ խալխին հետաքրքիր է, մենք նորարար ձևով ենք մատուցում, թե չէ, բայց նախ եւ առաջ մեզ է հետաքրքիր։
Ու ոչ թե ներառությունն է հետաքրքիր, այլ մեր խնդիրները։ Մենք իրանք եթե լուծեցինք, բարձր կլինի նորարարություն, որտեղ երեք չէինք լուծել, այսօր լուծեցինք, բայց միայն այդ պատճառով, ոչ թե որտեղ նորարարությունը արժեք է։ Հասկացա։ Վերջերս Հայաստանում միջազգային գիտաժողով էր ու դուք էլ մասնակցում էիք։ Կպատմեք մի քիչ այդ գիտաժողովի մասին, ովքեր էին մասնակիցները, կազմակերպիչները, այդ առանցքային ինչ զեկույցներ կային, որ կարևոր էր հասկանալ։ Գիտաժողովը տարեկան արդեն ավանդաբար կատարվում է, տեղի ունենում Ալիխանյան ինստիտուտի բաժիններից մեկը, որ զբաղվում է վիճակագրական բնագիտությամբ, նաև մասամբ այդ մասնիկային բնագիտությամբ, այդ quantum physics կոչված, statistical physics, իրանք ուսումնասիրում են այդ շատ մանր աշխարհը, որտեղ, ասենք, որ շատ էս մանրանում, այնտեղ ուրիշ աշխարհ է, էլի, ոնց որ ասենք, այս մեծ խոշոր աշխարհում մենք ունենք ջերմաստիճան, բայց որ շատ մանրանանք, էլ չի լինի ջերմաստիճանը, որտեղ այդ ատոմները էլ չեն լինի կողքով թռնող։ Այդ քվանտային աշխարհ ասվածն է, ճիշտ է։ Այո, quantum physics-ը եւ statistical physics-ը, այսինքն դու վիճակագրորեն ունես ջերմաստիճան սենյակում, բայց որ ուշադիր մոտիկ նայես մոլեկուլներին, իրանք ջերմաստիճան չունեն, ուղղակի մի քիչ մեր մարմինը զգում է այդ մոլեկուլների հարվածը, իրան թվում է շոկ է կամ հակառակը ցուրտ է, եթե քիչ է լինում, բայց որ շատ մոտենաս մոլեկուլներին, այլ այնտեղ ջերմաստիճան չկա, ջերմաստիճանը վիճակագրական հասկացություն է, ինքը գոյություն չունի այդ նյութերի մոտիկ, որ շատ գնում ես։ Այդ երևույթները կոչվում են համակարգաբուխ հատկություններ, օրինակ պետության մեջ բանը, ասենք, չգիտեմ, հեղափոխության վտանգը, ինքը ոչ մի կոնկրետ մարդու, որ շատ մոտենաս, ինքը չկա, բայց որ շատ հեռվից ես նայում պետությանը, դու կարաս թիվ հատկացնես, այս մեկի մոտ 20% է, այն մեկի մոտ 80%, դա վիճակագրական մեծություն է, ինքը համակարգային հասկացություն է։ Ասենք հումորի զգացումը մարդու ուղեղի ոչ մի բջիջի հատկությունը չի, բայց բոլորը իրար հետ միասին ծնում են ինչ-որ մի հատ տարածություն, որի մեջ ձևավորվում է։ Այդ ձևավորվող հատկությունների ուսումնասիրությամբ զբաղվում են վիճակագրական բնագետները։ Իրանք օրինակ հասարակություններ են ուսումնասիրում, հասարակություններում երևույթներ, նյարդային ցանցեր են ուսումնասիրում, նյարդային ցանցերում գոյացող համակարգաբուխ երևույթներ են, օրինակ գիտակցություն հասկացությունը, երևի բնագիտության մեջ ամենամոտիկը, ամենաշատը մոտեցել է գիտակցություն հասկացության սահմանմանը, երևի այդ վիճակագրությունը։ Այսինքն, այստեղ խնդիրը միջմասնագիտական ոլորտներում, ոնց որ ասենք, օրինակ փիլիսոփայական հարց, ազատ կամք կա թե չէ։ Մարդը ունի ազատ կամք, թե ամեն ինչ պատճառ-հետևանքային է, իմ ուղեղում տեղի ունեցող քիմիական պրոցեսների հետևանքային նախատեսել եմ կներես Վարդան, բայց մի հատ գիտաժողովի մասին խոսանք ու այդ փիլիսոփայության հարցը։ Դա գիտաժողովն է հենց դրանց է նվիրված, այսինքն ինչա համակարգում կա, օրինակ նպատակադրում, թե չէ, համակարգում կարա լինի գիտակցություն, թե չէ։ Արհեստական բանականության օրինակ գործակալ է նյարդային ցանցը։ Կարա ինքը իր մասին մտածի, թե չէ։ Գիտակցի, որ ինքը գոյություն ունի։ Օրինակ մարդը սկզբից որ նոր ձևավորվում, ինքը մտածում է աշխարհի մասին, այնց աշկերով բաներ է տենում, բայց չի հասկանում այդ գույները ինչ են նշանակում։ Մի 40 օրականում սկսում է տեսնել, հիմա երեխա ավելի շուտ են սկսում դեմքին հետևել։ Իսկ այդ պիքսելներից սկսում են գլուխ անել։ Իչա մեծանում են, արդեն սկսում են հասկանալ, որ էսի իր մոր դեմքն է, էսի հոր դեմքն է, բայց շատ չեն հասկանում։ Ինչ որ պահ գալի, որ սկսում են խոսալ նույնիսկ, բայց չեն հասկանում, որ իրանք կան։ Ես չեն ասում, իրանց անունով են դիմում։ Ինքնագիտակցությունը չի ձևավորվում։ Հա, բայց մի հատ պահ գալի, որ արդեն դու սկսում ես մտածել քո մտածելու մասին։ Այդ ժամանակ այդ պայթյունային այդ գոյացումն է, էլի գիտակցության, որով փորձում են հասկանալ նյարդային ցանցը երբևէ կարողանա ինքնագիտակցության պայթյուն ունենա, եւ դա արդյոք կարա բերի օրինակ, չգիտեմ, այլ ացանցիալ հատկությունների, անձի ձևավորման։ Ոնց է կանխատեսումները կկարողանա։ Դե մեր զեկույցի իմաստն էր, որ դա գիտական պնդում չի, այսինքն մենք ուզում ենք, մենք հիպոթեզ ենք առաջարկում բնագետներին ապացուցեն իրենց մեթոդներով, որ գիտականորեն անհնար է ապացուցել կամ հերքել, որ դա հնարավոր է։ Այսինքն մենու մեր բարագայում խոսքը Թյուրինգի տեստի մասին չէ, ոչ երկու տեստ կա։ Մեկը ասում է, խոսում ես ինչ որ մեկի հետ, ուզում ես հասկանաս դա մարդ է թե մարդ չի։ Դա կոչվում է Թյուրինգի տեստ։ Օրինակ շատ ես անում, այն կողմը մարդն է քո հետ խոսում, թե չէ։ Այդ եթե քեզ թվում է մարդն է, նշանակում է այդ արհեստական բանականությունը անցավ Թյուրինգի ստուգարքը, ինքը ապացուցեց, որ ինքը մարդու նման է, որովհետև դու չես կարող տարբերակես իրան մարդուց։
բայց դա ցանկացած մարդու կտրվածքով թե ինչ որ Դե միջինով տենց ինքը շատ խիստ մաթեմատիկական պնդում չէ Թյուրինգի տեստը, արհեստական բանականության մեջ հայտնի բան է, այսինքն լավ ռոբոտ սարքել նշանակում ունեն ռոբոտ սարքել, որին կողքինները չտարբերեն մարդուց։ Այդ Թյուրինգի տեստը կոչվում, Թյուրինգի ստուգարք։ Իսկ դա իմիտացիայի լավ արդյունք է, թե քո ասած գիտակցության այո, շատ լավ դիտարկում է, այսինքն հիմա ինչ արդյունք Թյուրինգի ստուգարքը չի ասում ինչի շնորհիվ։ Ինքը ասում է ինչ։ Ասում է եթե կողքինները չեն հասկանում, որ սա արհեստական բանականություն է, ինքը անցել է այդ տեստը։ Թե ոնց է անցել, այդ արդեն երկրորդական հարցեր են, ինչպես անցնել Թյուրինգի տեստը։ Հիմա մենք գիտենք, որ Թյուրինգի ստուգարքը, որ առաջ հավատում ենք, որ անհնար կլինի անցնել, հիմա տեսել ենք, որ հնարավոր է։ Տեսել ենք իրականությունը այսօր ամեն մեկի գրպանում կա։ Այստեղ հարցը առաջանում ավելի ընդհանրացված իմաստով, բա մարդը ինչով է տարբերվում, էլի այդ արհեստական բանականությունից, որտեղ գալիս են արդեն ավելի խորը հարցեր, այսինքն միայն գիտակցության մասին չի խոսքը։ Ու մենք այդ հարցերով զբաղվում ենք եւ այդ գիտաժողովին գնացել ենք մեր զեկույցներով, որոնք այդ հետազոտությունների հետ էին կապված։ Այսինքն մասնավորապես ասացի կամքի մասին։ Հիմա արհեստական բանականությունը կամք ունի, այսինքն կամքի հիման վրա ինքնուրույն որոշումներ կայացնող է, թե пассив կատարող է, այսինքն իրան ասում են ինքը շատ լավ կատարում է, ամեն ինչ լավ իմիտացնում է, բայց ինքնուրույն որոշելու, որ ինքը ուզում է այսինչ բանը անի, դա ունի նման այդ ուզելու հասկությունը մաթեմատիկները, ֆիզիկները չեն կարող հստակ այդպես ես ամենայն դեպս չեմ ստացա իրանցից դրա պատասխան։ Այդ կամքի հասկացությունը շատ բարդ է։ Մի անգամ նախ անցած տարվա այդ գիտաժողովին էլի մի նիստը ես էի վարում, վերջում այդ իտալացի աշխարհարչա գիտնական էր հարցրեց էլի, ասի ազատ կամքի որևէ սահմանում դուք ունեք, որի վրա փորձեք հիպոթեզներ ձևավորել եւ լուծել։ Բռնվեք մի տեղից, ասեք այսի կոչվում է ազատ կամք։ Ինքը ասեց չէ, մենք հենց մանկական քայլեր ենք անում։ Այդ ուղղությամբ մեզ այդպես հարցությունը բաց է այդ դաշտում։ Այո, այսինքն բնագիտությունը դա գիտություն չի, դա արդեն իմաստասիրություն է։ Այսինքն դու ճշգրիտ գիտությամբ ազատ կամք հասկացությանը մոտենալու բռնվելու տեղ այսօր իր ասելով չկա։ Չնայած հիմա այս օրինակ էս վերջի զեկույցի ժամանակ էլ էլի մեր բնագետներից մեկը ասում է արի մի հատ խոսանք ոնց որ թե մի հատ կտոր կա, որը հնարավոր է։ Այսինքն իրականում ճշգրիտ գիտությամբ մոտենալ այդ փիլիսոփայական հիմնահարցերին, ինչա գիտակցություն, ինչա ազատ կամք եւ այլն, ցավոք սրտի հələ որ ամենամոտը հենց վիճակագրական բնագետներն ու մասնիկային բնագետներն, որտեղ մասնիկային աշխարհում ինչ-որ բաներ կան, որոնք չի լինում կանխատեսել։ Ոնց որ մասնիկը ինքն է որոշում, որ ճանապարհով կգնա։ Ոչ թե նախնական պայմաններից է բխում, թե ինքը ուր կգնա։ Ինքն է որոշում, թե արտաքին միջավայրն է, ազդեցություններն են որոշում։ Ինչ որ բան է լինում, որը չի բխում ազդեցություններից։ Հա։ Այս երաչափ տարածության, ոնց որ մի հատ ուրիշ տեղից է բխում։ Այդ ուրիշ տեղի աղբյուրին ենք, չէ՞, մենք ասում ազատ կամք, որը այս տեղի տարածաժամանակային պատճառ-հետևանքային կապերից ազատ է, ինքը ոչ թե այտենց անում, որովհետև ստիպված էր այտենց անել կենսաքիմիական պատճառներով, ուղեղս այտենց էր աշխատում, դրա համար ձեռս սենց շարժեցի, այլ որովհետև կա մի հատ ուրիշ տեղից ջոյստիկ պուլտով Ու բանականության մասին, հա, կարանք այտենց դիտարկումներ անենք, իսկ սովորական որ ասիր մասնիկը ինքն է որոշում։ Մասնիկը ի նկատի ոչ բանական նյութը, ու մեր պատկերացումը։ Մի քիչ լավ չասեցի, ոչ թե ինքն է որոշում, այլ այն ինչ որ իր այդ տեղի անանում չի բխում մնացած դիտարկումներից։ Ինչ որ բացարձակ պատահական բան է տեղ ունեն։ Բացարձակ պատահականությանը գիտնականների մեծ մասը չեն հավատում։ Օրինակ որ դուք նետաղադրամ եք գցում, ասում եք 50-50 կընկնի ուժգիր, դա ոչ թե բացարձակ պատահականություն, այլ չիմացության պատահականություն։ Այսինքն դուք սկզբնական վիճակը չգիտեք, ամեն մոլեկուլի դիրքը չգիտեք։ Եթե իմանայիք, կարայիք հաշվեք, ուր կընկնի։ Օրինակ Էյնշտայնը հավատում էր, որ չկա բացարձակ պատահականություն։ Կա միայն չիմացության պատահական։ Եթե մենք կարողանայինք սաղ մոլեկուլների դիրքը իմանանք, մենք իմանայինք ուր կընկնի, չի կարա պատահական բան լինի այս աշխարհում, ամեն ինչ որոշված է, կոպիտ ասած։ Էյնշտայնը այդ ձևի պատահականության կողմնակից էր, բայց կան մարդիկ, կան մեկնաբանություններ մասնիկային աշխարհի, որտեղ կարծում են, որ կա բացարձակ պատահականություն կամ քվանտային պատահականություն, որը շատ մոտ է նրան, ինչ որ մենք ասում ենք ազատ կամք, այսինքն ես բացարձակ ազատ մի հատ սկիզբ ունեմ իմ մեջ, որը անկախ նրանից թե պատճառ-հետևանքային կապերը ինչ են թելադրում, ես կարող եմ ինչ որ մի բան անել, որը դրանցից չի բխում։ Եվ դրանով եմ պատասխանատու հասարակության առաջ, որտեղ ես կարայի ինչ որ պետք է անեի կամ չանեի։
որտեղ առհասարակ պատասխանատվության ինստիտուտը դրա վրա է հենված։ Չենք մենք հետաքրում այս գործերով, ինչներս է պետք ֆիզիկան կամ ասենք այդ վիճակը։ Մենք էլ իննովացիաների կողմնակիցներ, բանը օդում կախված իննովացիաները մեզ հետաքրքիր չեն։ Միակ պատճառը, որ գնացել ենք իրանց դուռը, որտեղ ազատ կամքի գոյությունը բացարձակ անհրաժեշտություն է որպես ենթադրություն հասարակության գոյության համար, այլապես ասենք մարդիկ կասեն ինչ եք ինձ մեղադրում։ Ես մեղավոր չեմ, այտենց է պետք է լիներ։ Հա։ Այսինքն արդարացողը հիմա ո՞նց է արդարանում։ Հիմնվելով ազատ կամքի բանի վարկածի վրա կամ աքսիոմի։ Մենք ասում ենք այո, ես պետք է ոնց որ ես քեզ պարտքեմ, ասում ես խիչ ես տվել պարտքդ, ես սկզբից ասում եմ այո, ես պիտի տայի պարտքս, բայց նոր եմ սկսում արդարանալ։ Իսկ եթե ազատ կամքի աքսիոմը չներ, ես կասեի ինչ ես անում։ Տենց է պետք է։ Հա, չեմ հասկանում էլի ինձ ինչ ես ուզում։ Հա։ Ոնց որ կքանդվի հասարակությունը առհասարակ։ Ինքը այնքան խորն է մտած այսօրվա արդարադատության եւ հասարակական հարաբերությունների մեջ, որ մարդիկ չեն գիտակցում, թե ինչքան կարեւոր է ազատ կամքի աքսիոմը։ Ու հիմա որ բարձր բեմերից խոսում են, որ ազատ կամք չկա, Սապոլսկի բան։ Ստենֆորդի բեմերից խոսում են, որ ազատ կամք չկա, մերոնք ես տարածում են բան է, Սապոլսկին ասեց, որ ազատ կամք չկա։ Դա սարսափելի բան է, եթե հանկարծ հասարակության հիմքից դու հանես, այդ վերջը կգա։ Հա, բայց դե լայն հասարակության շրջանակներում իստում է դա կարելի է պրոյեկտել այն առումով, որ մանիպուլյացիաները շատ են։ Այսինքն դու մանիպուլյացիաներով մարդկանց ինչ որ հատվածին, եթե ոչ բացարձակ բոլորին, բայց ինչ որ հատվածին կարաս ուղղորդես այս կողմ կամ այն կողմ։ Ենթադրում եմ այս դրվածա դրա հիմքում, թե ո՞նց։ Դե հենց այդ ամենամեծ մանիպուլյացիաներից մեկը է դա որ կա։ Հելնում են ամենաբարձր բեմից ասում են ազատ կամք չկա։ Յոլա գնացեք, ինչ ձեզ ասում են, կոպիտ ասած արեք։ Առհասարակ դա համակարգը միշտ ձգտում է ղեկավարությունը միշտ ձգտում է ներքևում զսպի ազատ կամքը, դա իր բնական ձգտումն է։ Եթե դու դրոն ես քշում, դու չես ուզում է դրոնը ինքը որոշի ուր գնա, ուզում ես դու քշես։ Լավ դրոն ես համարում են դրոնին, որը քո ասած քո ջոյստիկի հրամաններն է կատարում, ոչ թե ինքնա ինչ որ իմպրովիզացիաներ անում։ Ու նույն բանը բնականաբար ղեկավարությունը իր ենթակային միտում ունի զսպելու իր ինքնագործունեությունը ու խիստ, բայց եթե հակառակ ճնշումն էլ չեղավ, ինքը լրիվ ռոբոտացվում է, վերջանում է մարդկությունը, այսինքն դու պիտի թույլ չտաս, որ ասենք Coca-Cola-ի կամ չգիտեմ, ինչ որ մի հատ մեծ կորպորացիայի խնդիրը ո՞րն է, դու այսրանից քանի հատ կառնես, իրենց մարքեթինգի բաժինը, շուկայագետները պետք է որոշեն քանի հատ կծախվի այս ամիս։ Ու իրանք ուզում են կառավարելի ապրանքի հետ գործ ունենան։ Եթե դու առավոտը զարթնելու ես, ասես կամպոտ եմ սարքում, այս որոշել եմ կամպոտ արտադրեմ, սուրպրիզների բուն ես, դու արդեն անկանխատեսելի ես որպես շուկա, ու համակարգը միտում ունի այդ շուկան կանխատեսելի դարձնելու։ Մասնավորապես ֆինանսավորելու հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ ազատ կամք չկա։ Այդ Հիմա այս արհեստական բանականության գործիքակազմը ահագին օգտագործվում է նույն կառավարող շրջանակների կողմից մարդկանց ուղղորդելու առումով։ Քո կարծիքով այդ մարտահրավերա, որ պետք է մարդկությունը դրա ինչ որ հակազդող ինչ որ բաներ, մեխանիզմներ մշակի, թե ոնց են դա մեծ փոփոխություն է, իսկ ինքը տեղով արդեն մարտահրավերների եւ հնարավորությունների բուն է։ Նրանք ովքեր ունեն երկար երազանքներ ու երկար շունչ պահած, քան որ ինչեւ է չերելում այդ երազանքները իրականացնել, բայց մի բան հարությունաշան շուռ եկավ ու հանկարծ հնարավոր դարձավ, իրանց համար դա հնարավորությունների բուն է։ Նրանք ովքեր եղածել ունեն յոլա են գնում, տենց վիճակի մեջ էին նստած, իրանց համար դա մարտահրավեր է, իրանք այ կյանքը փոխվեց, բա հիմա ինչ եմ անելու, ոնց հարմարվեմ այդ։ Իսկ նրանք ովքեր սպասում էին ինչ որ առիթներ, որտեղ երազանք ունեն, իրանք հիմա անսահման հնարավորությունների առաջ են կանգնում ու ֆանտաստիկ առիթներ են ստանում մեծ քայլ ձիով անելու։ Նրանք ովքեր ուզում էին որ իրենց հանգիստ թողեն, իրենց համար դարդ է։ Քո կարծիքով Հայաստանում ոնց է միջին ստատիստիկ վիճակը այս առումով։ Առհասարակ աշխարհում կամ աշխարհում հա աշխարհում նույնն է։ Հայ, մայ, չգիտեմ ես, ասենք հայը շատ հարաբերական հասկացություն է 90%-ը ժողովրդի ոչ հայա, ոչ ռուսա, ոչ գերմանացի է, ասենք ապրում այլ իր համար։ Ինչ որ մեկը իրան արածացնի, ինքն է արածի։ Ասենք իրանց համար դարդ է։ Այսինքն մեծ մասի համար դա մարտահրավեր է, փոքր մասի համար մեծ հնարավորություն է։ Այո, նրանք ովքեր որ ունեն երկար երազանք, երկար նպատակներ, իրանց սեղածներ, այն ինչ որ ուրիշները համարում են ստատուս կվո, հա, այսինքն ներկա վիճակ, որի հետ իրանք պետք է յոլա գնան, մյուսների համար դա խնդրի դրվածք է, իրանք ուզում են հատ ուրիշ վիճակի գան, իրանց համար դա մեծ հնարավորություն, ուղղակի դրանց քիչ են, հա, տենց առողջ մարդ քիչ կա, էլի, մեծ մասը ուզում են ռոբոտի պես լինեն, ոչ մի բան չուզեն։
Այդ ազատ կամքը ո՞րն է, կամքը ո՞րն է, ասենք արհեստական բանականությունը քեզնից լավ կարա նավ նկարի, բայց չի կարա ուզի նավ նկարի։ Դու ասում ես նավ նկարի, քեզնից լավ է նկարում։ Ասում ես Արագաստանով նկարի, ծովածոցում, առավոտյան, չգիտեմ, ինձ թրջունները թռնես, ախ քեզնից լավ նկարում է, բայց ինքը չի կարում ուզի տենց բան անել։ Այդ է ասում։ Մարդկանց մեծ մասը չունեն այդ ցանկությունը, իրանք ուզում են առավոտը վեր կենան ժամացիցով ապրեն մինչև իրիկունը, ասենք։ Երեխեքին էլ են տենց դաստիարակում, մենք կրթության մեջ ենք, չէ՞, ասենք կովի պես ասենք մարդկությունը իր երեխուն, այս քաղաքաբնակ մարդկությունը առասարակ էլ է 90%-ը ժողովրդի կապ չունի հայ են, ինչ են, ուզբեկ են։ Իրանց երեխու տակությունն են չափում, որ տակություն չունենա, ուտելիք են տալի, որ սոված չմնա, տակը թաշ չլինի, բան լրիվ անասնապահությունից ոչ բանով չտարբերվող ձևով է մեծացվում այսօր երեխան։ Հիմա գանք իրական դպրոցին կրթությունից ասցիր, ես նախատեսել եմ կրթությունից հարցեր, դուք իրական դպրոցում այս քո ասած փիլիսոփայությունը, մոտեցումը, AI գործիքակազմը ուսուցանում եք եւ ո՞նց է ստացվում արդյունքները։ Երեխեքը առանց մեզ էլ արհեստական բանականության գործիքները օգտագործում են, մենք փորձում ենք իրանց ինքներս էլ սովորել եւ իրանց էլ սովորացնել ավելի արդյունավետ ձևեր, որտեվ մեր համար դա գործիք է ամենօրյա աշխատանքի, որտեվ մենք կառավարման մասնագետներ ենք պատրաստում, փաստաթղթաշրջանառություն, կապ, ինքնաբեր կառավարում, automated control systems, management systems, information management system։ Տեղեկությունների կառավարման համակարգ, փաստաթղթաշրջանառության, հանձնարարականների մեծ բարդ համակարգերի կառավարում։ Բնականաբար այդտեղ անփոխարինելի է ցանկացած ինքնաբեր լուծում, այդ թվում եւ արհեստական բանականության ժամանակակից լուծումները, ու մենք ինքներս էլ ենք սովորում, երեխեքին էլ ենք սովորացնում, շատ բաներ իրանք են մեզ սովորացնում։ Դա հաստատ է, բայց ասենք այս հետազոտությունները, որ սկսել ենք, բխում է ավելի շատ նրանից, թե բա ինչ է լինելու այդ նոր կյանքը, ինչին պիտի պատրաստենք մենք որպես ուսուցանողներ, պետք է հասկանանք ինչին ենք պատրաստելու այդ երեխեքին, իրանք որ կյանքում են ապրելու, ու շատ դժվար է այդ ապագան կանխատեսել, ով կանխատեսում է գնում է մի հատ ինչ-որ բիզնես է սարքում, միլիոնատեր է դառնում, այսինքն այդ հենց բոլորը փորձում են հասկանալ 5 տարի հետո գլխներից ինչա գալու, ու դրանում է կայանում կրթության ճգնաժամը, որ առաջ կրթական վարչությունը վիճակագրական վարչությունից ստանում էր քանի հատ երեքցողապետ, քանի հատ այս եկող ու ինքը պետպատվեր էր ձևավորում, վիճակագրության վարչությունը, տնտեսության վարչության եւ լուսավորության նախարարությանը փոխանցում էր վիճակագրությանից բխող կանխատեսումներ, այնտեղից է պետպատվեր էր գոյանում, այսքան իրավաբան, այսքան ուսուցիչ, Հիմա 5 տարի իսկի հետո չես իմանում ինչ մասնագիտություններ են պետք էլի ու քանի հատ որ։ Հա, իսկ դուք ո՞նց եք երեխեքին կողմնորոշում այդ մասնագիտական կողմնորոշման հարցը իրական դպրոցում։ Այդ հետազոտությունը շարունակություն ունի, քանի որ այդպես է, ապա մենք ինչով ենք զբաղված, մի հատ մեզ ենք նայում, մի հատ հայելու մեջ, տենում ենք որ ամեն օր մասնագիտություն ենք փոխում։ Մի օր գալիս է պատվիրատու, ասենք քիմիայի բան է ուզում։ Նյութերի խառնիչ ռոբոտ։ Գնում ես սովորում ես քիմիա։ Գնում ես խոսում ես, ասենք քիմիոթերապիայի մասնագետների հետ թույները ոնց են խառնում, ոնց են անվորում, իրանք չթունավորվեն։ Հետո գնում ես մյուսօր ռոբոտաշինության։ Այն մյուսօրը մի հատ ուժ պատվիրատու է գալի, ինչ որ կամ որ ժառիթ առաջանում մի հատ ստարտափ սկսելու, որը կրթության ոլորտում է, ինչ որ խաղալիք է սարքում, որը չնայած երեխոտ խոսում է, իրան անգլերեն է սովորացնում։ Հեքիաթ է պատմում, ձեռդ էլ անգլերեն է սովորացնում։ Սկսում ես Չինաստանի մշակույթի ուսումնարան։ Ամեն օր մենք դպրոց ենք գնում։ Ամեն օր 2 առեջ կարդում ենք, մարսում ենք, դնում ենք դարակներով, որ մեր մրցակիցներից հետ չմնանք։ Իսկ չկա տենց որ մենք չենք սովորում։ Հետևաբար մեր ուսումը այլևս մենք 20-րդ դարի ուսման նման չեն, որ գնում ես դիպլոմ ես ստանում, ու այլ կարաս չսովորես, կարաս աշխատես։ Մեր մոտ ամեն օր համաշխատում ենք, համ սովորում։ Այդտեղից հաջորդ եզրակացությունն ենք անում, ախպեր, բայց եթե սաղ կյանքդ պետք է համ սովորես, համ աշխատես, բա ինչի՞ դա պետք մի հատ կյանքի հատված, որ դե դու մենակ պետք է սովորես, այդ ինչ ես սովորելու։ Եթե ոչ մեկ չգիտի 5 տարի հետո բացի դրանից ինչա պետք։ 5 տարի հետո պետք է լինելու մարդ, ով որ համ սովորում է, համ աշխատում է, ամեն օր վերակրթվում է։ Մի բան մոռանում է, մի բան ուրիշ ձև է սովորում, նորություն է սովորում։ Հիմա ուրեմն պետք է երախուն դրան պատրաստես։ Հիմա մենք սարքել ենք դպրոց, որը իրանց սովորացնում է ամեն օր աշխատել, ամեն օր սովորել, այն օրը որ գնացի ընկերներիս հետ գարեջուր խմեցի, այդ օրը 100 էջ կարդացի, այդ օրը վատ եմ քնում։ Դե մրցակիցներից հետ եմ։ Այսինքն մինչև իմ մասնագիտական կյանքի վերջի օրը ես պետք է համ կարդամ, համ սովորեմ, համ աշխատեմ։ Ու առաջի օրվանից իմ ուսման, մինչև վերջի օրը իմ աշխատանքային կյանքի ես համ սովորում եմ, համ աշխատում եմ։ Այսինքն չկա հարատև կրթություն են ասում, պրոյեկտային ուսուցում, ինչ-որ թիթիզ բառեր են ասում, բայց էությունը այն է, որ այդ կրթություն հասկացությունը, որը 20-րդ դարում եղել է, որ լուսավորության նախարարությունը պատվեր էր ստանում վիճակագրության վարչությունից, որ 100 հատ սվարշի կա պետք։ Հիմա էլ չկա։ Հիմա դա չկա։ Հիմա բայց դա ոնց որ մի քիչ բարձր
դասարանների միջին մասնագիտական եւ բուհերի մասին, իսկ այն հանրակրթական, սովորական միջև բարձր դասը, միջին դպրոց եւ այսպես ասած տարական դպրոցում ուսուցիչների, չէ, նկատի ունեմ ուսուցիչների դերը ո՞րն է լինելու, որովհետեւ այսօր արհեստական բանականությունը կարող համակարգեր գեներացնի, ստեղծի, որը լավ կուսուցանի ամեն ինչ, այդ բազային գիտելիքներ երեխեքին կտա, բայց ուսուցիչների դերը այդտեղ կկորի, թե ինչ որ նոր դեր է ստացվում։ Մենք արմատի ուսուցիչներին դա ենք փորձում բացատրենք։ Որ այլևս այն մի քիչ բանը, որ դու գիտես Google-ի համեմատ, մի հատ հեռու տեղ մցրու ու սկսեց երեխեքի հետ ապրել, գործ անել։ Հələ տեսեք կարող է ձեր դպրոցի զուգահեռ այդ ջուրը չի գալի։ Խաբար եք, ասենք, աղջիկա երեխա ուղարկում ես դպրոց, այ անասուն։ Բայց ձեր տունը ջուր կա, բայց ընդ չկա։ Դու էլ դիվանին պարկած ես։ Հիմա այդ արմատի դպրոցին ուսուցչին ասում ենք հելեք ձեր դասարանի երեխեքի հետ միասին գնացեք կամ գնացեք դրանց գլուխները արձանագրեն ու խնդիրների լուծումների վրա այն ինչ որ ուրիշների համար ներկա վիճակա, որի հետ պետք է իրանք յոլա գնան, ձեր համար պետք է լինի խնդրի դրվածք, որը պետք է փոխեք, որովհետև զիբիլի մեջ եք, ձեր կեղտի մեջ եք ապրում, հələ։ Սկզբից տես դուս եկեք, հետո ասեք մաթեմատիկա սովորեմ կամ ծրագիր։ Այսինքն այդ մաթեմն ու ծրագրավորում այդ մի ծրտ մաթեմը, որ դու գիտես Google-ի համեմատ, քեզ պահի, պետք չի։ Մենք ուսուցիչին այդ ենք ասում։ Հա, ուսուցիչները արդեն, այսինքն պետք է սկսեն սովորացնել, գնա խնդիրներ արձանագրի ու սկսի դրանց լուծումներ գտնել։ Հա, իրականում շատ ավելի հետաքրքիր է վիճակը։ Տեսանք ընկերոջս տվեն 12 տարեկան, թե 13, ասում է, ասենք առավոտը կռիվ անում։ Բանը Gemini-ի հետ ասում են, կամ ChatGPT-ի հետ ասում են, ինչ հիմար բան ես ասում, Gemini-ին ասեն քեզնից խելոք է բան։ Այդ երախան ասում է, վաղը ես չեմ ուզում դասի գնամ։ Գնամ ինչ անեմ։ Հա, դե հիմա ուսուցիչները արդեն հեղինակություն վաստակելու խնդիր ունեն, եթե առաջ ոնց որ default-ով դրած էր այդ հեղինակությունը, ու եթե ոչ բոլորի, ապա մեծամասնության համար, հիմա չկա։ Ուսուցիչը պետք է վաստակի։ Դա սխալ էր դրած, էլի, այն գլխից, այսինքն այդ ստից բաները, որ դու գիտես, անավանդ հիմա Google-ի համեմատ 20 տարի առաջ էլ էր տենց։ Այն գրադարանի համեմատ այն մի ծրտ գիտելիքը, որ դու ունես, այս պատին կախած գրադարանի համեմատ, քեզ պայի։ Այդ չեմ ես քեզնից ուզում։ Ես տեղեկատվից կարամ իմանամ այս բանաձևը։ Ուսուցչից միշտ պահանջը ուրիշ ա եղել։ Ուղղակի մեր հանրակրթական այդ մեծ անասնաբուծարանները, որ սարքվել են սովետի ժամանակ եւ այդ վերտիկալ տնտեսությունների ժամանակ, այդ ժամանակ ժողովրդին տենց կարելի էր արածացնել։ Հիմա այդ ժողովրդը անգործ է մնալու։ Այն ով որ սպասում է, որ իրան պետք է արածացնեն, ասեն դու գնա ծրագրավորող դառի, դու сварщик դառի, արի քեզ այսքան պետք պատվեր բերեմ, ընտրի որ ֆակուլտե, մամայդ է սիրում թե պապայդ, ասենք, ուզում ես բնագետ դառնաս, թե ուզում ես հասարակագետ դառնաս, բան։ Այդ անասնաբուծարանը փակվել է։ Այսինքն ինքը կա, բայց իր պահանջարկը չկա։ Հիմա իներցիայով գնում է, հիմա պետությունը ինչ անել համար sense գնում է դեպի անդունդը, որտեղ իրանք բոլորը ապագա գործազուրկներ են։ Ոչ մեկ իրանք պետք չեն իրանք։ Հա, ուսուցիչները հա, հիմա գանք պետություն։ Երեխեք հետ, երեխեքն որ իրանք ուզում են այդ ձևով, դրանք ապագա գործազուրկներ են։ Ստեղին չունի, ասենք դուք լոկալ ինչ որ ձեր դպրոցում ինչ որ լուծումներ տալիս եք կամ ինչ որ ուրիշ մարդիկ էլի լոկալ լուծումներ տալիս են։ Գլոբալ պետությունները այստեղ ինչ անելիքներ ունեն, որ կրթական համակարգը այդ անդունդից հետ բերեն ու դնեն գծերի վրա։ Դա պետությունը մենք ենք, եթե կառավարության մասին եք հարցնում, հա, կառավարությունը ախր 99% պետություններում, նույնիսկ զարգացած պետություններում նրանք են, ովքեր ուրիշ տեղ գործ չեն ճարել։ Իրանց կառավարչական հմտություններով իրանք զիջում են բիզնեսներին։ Ասենք հիմա ինչ որ մարդկանց ով որ այնքան դժբախտ է, որ ոչ մի տեղ գործ չի ճարել, ասենք ծրագրավորողը գնացել է հիմա ծրագրավորման հարցերը որոշող ինչ որ վարչությունում է աշխատում կամ համասարանում գործաճար է, որտեվ ոչ մի ֆիրմայում գործ չի ճարել։ Այդ խեղճ մարդուց ինչ եք ուզում, ոչ բանը չպետք է անի։ Բայց այդ բոլոր պետություններում պետք է մեռնի գնա, էլի, քոքը պետք է կտրվի, բրծնի գնա։ Ոչ միայն Հայաստանում, երրորդ կարգի երկրներում, բարձր զարգացած երկրներում էլ է տենց, ով չի կարող գործանի, գնում է դասա տալի։ Որ վատա դաս տալի, դրան ուղարկում են նախարարությունում աշխատի։ Այսինքն այդ մարդկանցից բան պետք չի ուզել։ Իրանք խեղճ մարդիկ են, նայում են իրանց պետ բյուջեից ինչքան փող են ծախսում այդ ժողովրդին իբր սովորացնելու վրա, տանում են որ բան դուս չի գալի, մասաղացա, երեխեք ընդեղից կոտորած է, էլի, ընդեղից առողջ երեխա դուս չի գալի, ընդեղից ունակ մարդով որ գործ շատ քիչ են դուս գալի, ասենք 1 միլիոն հոգու մտցնում ես, մի 10,000 հոգի է դուս գալի, ասում են լավ, բա ինչ անենք։ Ակամայից դառնում են սոցիալիստ։ Ասում են օր այսքան փող ենք ծախսում, բա ոնց անենք որ այս ամբողջի զավակները դառնան այն 10 հոգու նման, այն վերևի 10%-ը համասարանի, որ համասարանի շնորհքը չի, չէ՞, այդ իրանց ընտանիքների շնորհքն է, որ
Առհասարակ կրթությունը չափվում է մեջտեղի 80%-ով։ Սովորաբար բերում դեմենտալի ուժեղագույն չէ 10-ին, որ գաքի մայրական դպրոցից ասեք ձեր ուսանողներին բերեք, կբերենք ուժեղագույն 10-ին, որը մեր շնորհքը չի։ Իրանց շնորհքն է, որ իրանց ինչ զիբիլանոցը կցես, հա, այն վատերին է որ բերես, մեր մեղքը չի, որ իրանք այտենց են։ Բայց այն մեջտեղի 80%-ը իրոք ցուցանիշ են։ Իրանք ցույց են տալի մենք ոնց ենք իրանց հետ աշխատել։ Այսինքն եթե դու ուզում ես համեմատես ԵՊՀ-ն Ստենֆորդի հետ, դու վերցնես ուժեղագույն 10-ին ԵՊՀ-ից ուժեղագույն 10-ին Ստենֆորդի, դու չես տենա ինչքան է տարբերությունը։ Իրականությունը չես տենա։ Հա, իրանք մոտավորապես նույնն են։ Որ իրանց որ զիբիլանոցը գցես, ինքը սամարոդիկա էլի մի բանի կհասնի։ Բայց մեջտեղի 80-ին անես կջոկես, որ ինի աղբանոցա, այն նորմալ է, այսինքն դե մրցակցություն կա, այնտեղ աշխատանք կա, ժամանակա թափվում, քրտինքա թափվում, այստեղ շամուշկային չրտում։ Հիմա եթե պետական համակարգերը այս խնդիրի լուծումը չեն կարողանալու տան, մեր անելիքը ո՞րն է, ասես լոկալ փոքր դպրոցներ ստեղծելը, թե ավելի համակարգային ինչ ասում էլ են, որ ասում ենք հայը որն է, զինվորական մենք ունենք լավ ձևակերպում է տալ, էլի ասում եմ այդ կապ չունի Հայաստան, որ բոլոր տեղերում նույն վիճակն է, ժողովրդի մեծ մասը Վրաստաններում ապրում, իրենք ոչ հայ են, ոչ ռուս են, ոչ վրացի են։ Ում մեջ էլ Աստծո հոգին մտնում է, այնը զատե հայ է դառնում, էլի։ Ինչ եկենք հայ մայ անդերմանդերցներ դա ասեք։ Լավ, հիմա նորից այդ հարցին մի հատ անդրադառնանք, լոկալ կրթական համակարգերը ինչ որ գլոբալ արդյունք կտան վերջում, թե տենց պուճուրիկ լուծումներն է կմնան։ Ոնց պիտի արվի, որ լոկալ, ասենք իրական դպրոցն է եւ չգիտեմ, ուրիշ ինչ դպրոցներ կան, ձևավորեն ու համակարգ դառնան գլոբալ համակարգ։ Գամեր մենք կառավարման տեսության մասնագետներ ենք կրթում, համակարգաբաններ, ինքնաբեր կառավարման լուծումներ տվողներ։ Մենք պարզապես այդքան չարհամարենք կառավարումը, կառավարման իմաստը հետեւյալն է։ Ինքը իր կյանքը տեղը կընկնի, ամեն ինչ կգնա իր տեղը ի վերջո կընկնի։ Կառավարչի խնդիրն է այնպես անել, որ այդ բեկումնային փուլերում մի քիչ տառապանք է նվազի։ Որտեղ մեկը կյանքի իր տեղը ընկնելու, այս մի սերունդը կտառապի, այն մյուս սերունդը արդեն ծնված կլինի այդ իրականության մեջ, այդ կլինի ինքն էլ չի տառապի։ Տառապում է մենակ այդ անցումային փուլի։ Եվ կառավարչի պարտականությունն է տառապանքը նվազեցնել անցումային, այսինքն չսպասել մինչև սա, պարզա սաղտեղն է ընկնելու։ Այս Չ կլասի կառավարիչների հիվանդությունը որն է, իրանք սպասում են սաղտեղը ընկնի։ Իրանք արտակարգ իրավիճակը չեն գիտակցում, արտակարգ գործողությունների պլան չեն կառուցում։ Կամ այն որևէ դրսևորում չեն ուզում անեն, որտեղ իրանք ոնց են բուծել։ Երկու ոտի վրա կանգնած մի հատ դոկտրինի հիման վրա ասել են ինիցիատիվը, նկատի ռուսերեն եմ ասում, որտեղ տեղից էլ ծնվել է, էլի։ Ինիցիատիվը նկազույմը, մեկ էլ Soldat spits служба идет։ Իրանք նստած են իրանց շենքերում, իրանց սեղաններում, ձևացնում են թե գիրք են կարդում, ձևացնում են ինչ-որ թուղթ են անում, նայում են ժամացույցին 6-ը գա այդքան տուն։ Մեկ է 60 տարեկան դառան գնա թոշակի, այսինքն իրանք այնքան են տեսել մարդը, որ նախաձեռնել է եւ չի հասել թոշակի տարիքին, իրան շուտ են հեռացրել գործից։ Որտեւ ցանկացած գործ, որ դու նախաձեռնում ես, նորություն համակարգ ես փոխում։ Ինքը մեջ դրական եւ բացասական կողմեր ունի։ Ինքը այնքան շատ է տեսել մարդկանց, որ դրականի համար մերսի չեն ասել, բացասականի համար էլ բաժել են։ Որոնց բուծվել է մի հատ օֆիսային պլանկտոն, որը որ գիտի մի բան, հանկարծ ոչ մի նոր ձևի թուղթ չբերեն, քո սեղանին չդնեն, որտեվ իմացի։ Ստորագրեցիր, դրա վատ բաների համար քեզ բաժելու են, լավի համար էլ մերսի էլ չեն ասել։ Դրա համար ոչ մի թուղթ տեղով չի անցնի, դնես պատնեշ ասարկած։ Այդ խոշ մարդկանց ինչ է կզա։ Լավ, իրանք իրականում պարտավոր էին ճգնաժամային պլաններ սարքել, տառապանք նվազեցնել, որտեղ ճգնաժամ մեծ փոփոխությունները բերում են բեկումները բերում են տառապանքի ու քո խնդիրն է մեկ այնք իրան ամեն ինչ տեղն է ընկնելու, քո խնդիրը մենակ հիմա է, դու հիմա առիթ ունես գործելու, հետո պետք չես։ Հետո սաղ տեղը կընկնի ինքը իրան։ Պետք է նենց անես, մարդիկ քիչ դուժեն։ իսկ քո կանխատեսմամբ աշխարհի մակարդակով այդ անցումային փուլը ինչքան կտևի։ Արդեն սկսել է հիմա, մոտավորում ինչքան կտևի։ Համաձայն այդ ուսումնասիրողների, պատմաբանների, փիլիսոփաների գիտության եւ տեխնիկայի զարգացման
գնալով ավելի բեկումնային է դառնալու, մինչև հակնի կարճատևում, թե ավելի մեծ բեկումներ են գալու այս բեկումներից հետո։ այսինքն ավելի սուր ճգնաժամը լինելու, բայց տեղողությունը կարող փոխվում է ավելի մեծ արագությամբ անընդհատ գնալով, փոխվում է հերիք չէ, արագությունն էլ մեծանում է փոփոխությունների, մինչև կհակնի պատին։ Դու չես կարող մեքենան անընդհատ քշես sense ու գազ տաս։ Ասենք խփում ես 100-ի տակ, էցում ես մեկի տանում ես էլի գազ տեղ կա 200-ի տակ էլի ես գնում, չես դնում, այսա ընկնելու ես, բայց հասենք թե մեքենան կարում է գազ տա։ Մի գազ տա, ասենք ինձ որ առաջի անգամ նստել ես sense հավեսով քշում ես նույնպես օր այսինչ հազար շարժիչ է, մի հատ է գազ տա, sense հասարակությունը հետում է, միտեղ հակնելու է պատին parza։ Դե այդ արագության տակ էլ շրջադարձ չի կա դա։ Հիմա այդպես կանխատեսումներ կա, որ մոտենում ենք ինչ-որ մի հատ ահավոր բանի։ Ահավոր կարա լավ լինի, ահավոր վատ, նայած ում համար, նայած ով ինչ էր ուզում։ Ով որ ուզում էր հանգիստ ապրի ոնց որ միջև է, իր համար ահավոր վատ է լինելու, ով որ ինչ որ երազանք ուներ, իրան չէին զրկել այդ երազանքի, չէին ասել Արարատը մերը չի, չէին ծաղրել իր երազանքները։ Ինքը 100-ամյա երազանք ունի, 200-ամյա։ Իր համար աննորմալ հնարավորությունների բաներ են բաց, որը երբեք չէր կարող մտածել, որ դա հնարավոր կդառնա, այդով է կդառնա։ Իսկ մի հատ sense խնդրի մասին շատ են խոսում, ես էլ եմ դրա շուրջ արագին մտածել, որ արժե համակարգային այդ զարգացումը էվոլյուցիան շատ դանդաղ է, անհամեմատ դանդաղ է տեխնոլոգիական զարգացումների, այսինքն բարոյական նորմերը նույնիսկ կարելի ասել հետընթաց են ապրում, ոչ թե չեն զարգանում, այլ տեղում են մնում, այլ մի բան էլ հետընթաց են ապրում, իսկ տեխնոլոգիաները կտրուկ թռիչքային առաջ են գնում ու դա կարա ինչ որ հանգեցնի ինչ որ կատաստրոֆիկ վիճակների, չգիտեմ։ Այդ գործիքակազմը առաջ մեզ զգուշացրել են, որ 2000 տարի առաջ մեկը եկավ ասեց։ Ախպեր, այն ձևով որ դուք ձեր կոնֆլիկտ մենեջմենտն եք անում, ու այն ձևով որ ձեր զենքերն եք զարգացնում իրար հետ, դա չի բռնում։ Այսինքն հեսա շուտով ով չալարի մի հատ կնոպկա կունենա, կսխնի սաղ վարի կտա։ Այսինքն այդ վտանգը լուրջ է։ Իհարկե, այսինքն մեր ոչ թե արժե համակարգն է հետընթաց, արժե համակարգը նույնն է, 5000 տարի առաջ էլ էր արժե համակարգը նույնն է, հետո էլ, բայց արժե ընդհանրումների կառավարման արվեստը, այսինքն ես եմ ուզում, ես էլ եմ այս լավ բանը ուզում, դու էլ ես այդ լավ բանը ուզում։ Հիմա այդ հարցը ո՞նց ենք լուծելու, 8 միլիարդ մարդ ենք, ես մոլորակի վրա ո՞նց ենք իրար հետ ապրելու։ Դրա կառավարման արվեստը մեր ընդհանրումների շահերի բախման, այդ դա չի զարգանում նույն արագությամբ, որով մեր զենքերն են զարգանում իրար ոչնչացնել։ Գիտությունը շատ ավելի արագ է զարգանում, քան իրար հետ լեզու գտնելու արվեստը։ Այստեղ քո ասած երազողները ինչ անելիքներ ունեն։ Այդ հարցում, չգիտեմ, ասվածաշնչում գրած է, չեմ կարծում ավելի լավ բան հորինվել է երբևէ թե չէ, ասվել է դե մարդկանց արայի ոչխարները, սա վերջները հետ գալու է, ասենց արագության որ դու գիտությունն եք զարգացնում, ու այդ ատամն ընդ ատամանով, եթե ուզում եք համ գաստագիտության վրա, համ էլ ատամն ընդ ատաման տրամաբանությունով կոնֆլիկտ մենեջմենտ անեք, շանս չունեք ախպեր, պատին եք հագնելու։ Հիմա ինչ ասեմ, դնեմ աստվածաշունչ պատմեմ այդ հարցին ինչ պատասխանեցի քո կարծիքով նոր ինչ որ ու չասեմ կրոն կամ կրոնի նման ինչ որ մի բան կարա դա ձևափոխի, հեղափոխի, չգիտեմ։ Դե եթե պետք է ասենք նոր կրոնը որն է, ասենք այդ արժե համակարգերը, էլ եմ ասում, ոչինչ չի փոխվել 5000 տարի էլ հետո էլ չի փոխվել։ Այդ պայի տակ որ sense մի քիչ sense օֆիսային վիճակներում նստում ես, քեզ թվում է թե ինչ որ ավելի կարևոր բաներ եկան քո իրականություն, բայց չէ, իրականում ինչ է կարևոր ա եղել 5000 տարի առաջ էլ էր կարևոր։ Ասենք եթե դու հանգիստ նստած ես, քեզ թվում է թե երեխուդ ասենք Ստենֆորդում կսովորի թե ԵՊՀ-ում, դա այնքան կարևոր է, որ դու պատրաստ ես նվաստանաս դրա համար, ինչա թե երեխեդ ընդունվի ինստիտուտ։ Ասենք միջին շարքային մաման, քան եթե մի 30 տարի պատերազմ չի լինում, բուծվում են ինչ-որ մամաներ, որոնք պատրաստ են նվաստացման, մենակ թե իրանց երեխեքը ինստիտուտ ընդունվեն կամ չգիտեմ, բայց երբ որ իրականության այդ վարակույրը, որ քո աչքերը փակում է իրականության նկատմամբ չի թողում տեսնես, պատրվում է օրինակ ասենք չգիտեմ, պատերազմ է լինում, ճգնաժամ առավիր կա լինում, ասենք չգիտեմ, դիակներ են փռված, նստած են հաց են ուտում, մաման, պապան, երեխեն, տատին, պապին, մեկ երեխեն որ վատ է խոս, էլ մաման էլ չի երազում Ստենֆորդի մասին։ Հետո առհավիր կա, հազիվ ապրել, բայց հանկարծ այդ երեխեն պապի հետ առանց հարգանքի խոսա, մաման ասում է, պապի հետ հարգանքով խոսա, այսինքն կան արժեքներ, որոնք 5000 տարի հետո էլ են արժեք լնելու, 5000 տարի առաջ էլ էին արժեք, ուղղակի են հաբրգելու ժամանակաշրջանում, քեզ թվում է թե ավելի մեծ արժեք է օրինակ, որ երեխեդ, չգիտեմ,
այսինչ կոշիկը հագնի կամ այսինչ ջինսը հագնի։ Հա, Հետո հիմա որ իրականությունը գալիս է նորից աչքիդ առաջ, նորից հասկանում ես, որ արժեքները միշտ էլ նույնն են եղել։ Հա, հիմա զուգահեռ կարելի ասել այդ հաբրգելու աստիճանը բարձրացել է ու տեխնոլոգիաներն էլ լավ զարգացել են։ Այսինքն կանխատեսվում է, որ լուրջ արհավիրքի առաջ են կանգնած։ Ու դա պիտի տեղի ունենա նոր ինչ որ մի բան ընկնի տեղ։ Մտնում է մարդկանց մեջ, մի հատ լավ հագնում են, հետո էլի խելքի են գալի։ Լավ, իսկ ինչ լուսավոր կետեր ես տեսնում։ Ոտքից գլուխ լուսավոր կետեր, ես չգիտեմ, իմաց թե ժպիտեր ես ընթացքում նկարած, եթե ձեզ թվում է ես դեպրեսիայի մեջ եմ, ու եկել եմ ձեզ դեպրեսիայի մեջ գցեմ, հակառակը բեսավ լուսավոր ասա։ Ասենք ակնհայտ սիրուն, պարզ ու արդար, ահավոր։ Ասենք լավ նորություն է, ֆանտաստիկ լավ նորություն է, էլի։ Չեմ հասկանում, ասենք դեպրեսիաների պատճառը, այսինքն նրանք ովքեր իրանց մարդկային հատկություններից չեն հրաժարվում, այսինքն Աստված մարդուն տվել է ազատ կամք, ինքը կարա դեմ գնա այդ քամուն, փչում է, ինքը կարա այդ քամուն հակառակ գնա, ինքը անշունչ առարկա չի։ Քանի օր դու որոշում ես ռուտինայով շարժվես, այդքան օր դու ինքնասպանությանը մոտ գործողություն ես կատարում։ Դու քեզ հանում ես պատճառ-հետևանքային շղթայի մեջից, թողում ես ինքնահոսի։ Նույնա որ չլնեիր։ Ինքնասպանությունից մի քիչ է վատ, էլի։ Եվ որ դու իրավիճակը թողում ես զարգանա տանի նրան ինչ որ քո արժե համակարգից տեսակետից վատ բան է, ու ոչինչ չես անում դրա դեմ առնելու։ Այդ օրը դու մի ինքնասպանությունը ամենամեծ մեղքերից մեկն է, չէ՞։ Հիմա դրանի համարը դրա չափ մեղք ես գործում։ Դու տենում ես, որ ինքնահոսը տանում է քո չուզած ուղղությամբ, երեխուդ վատ է լինելու։ Բայց դու ոչ մի չես անում։ Ինչ ես ուզում։ Ասենք այդ մեղք է։ Այդպես պետք է չանես։ Հիմա նրանք ովքեր որոշել են նստել նայեն, մենակ ասենք սա խնդիրներից փախն են գնան, սերիալ նայեն, գնան ծակվեն ինչ որ մի ձև իրականությունից կտրվեն, որ այդ դիսկոմֆորտից ազատվեն, իրանք ինքնասպանության նման մի բան են անում։ Նրանք մեղք են գործում, իրանց երեխեքը պատասխան են տալու դրա համար, մինչև 7-րդ պորտը գրած է Աստվածաշնչում, գնացեք կարդացեք, 5000 տարի առաջ էլ է, ընդ ինչերն են գրած, ինչը որ 5000 տարվա ստուգում անցել է, այդպես բաներն են, չէ՞, ընդ գրած։ Այն որ սուտա դուսակը հանել են մեջից։ Բայց մարդիկ գիտեն, որ է տենց է։ Հիմա այդ դրանք ովքեր որ լրված են, սպասում են տենան վաղ նորություններով ինչ կասեն, իրանց համար վատ ալնելու, ամեն օր վատ նորություն ալնելու։ Նրանք ովքեր այդ նորությունները կերտում են, իրանք ըստ իրանց արդեն չափի։ Մեկը ամեն մեկը իր չափով կպատժվի իր արասների համար էլի։ Բայց իրանք գոնե ապրում են էլի։ Իրանք այն ամենամեծ մեղքերից մեկը չեն գործում։ Լավ, մի քիչ հետ գնանք, մեր այնտեղ արանքում խոսացինք, բայց կուզեմ մի քիչ ավելի հստակեցնենք այսօր Հայաստանում գիտության մեջ ինչ շարժեր կան, գիտաժողովը հասկացանք եւ ռեալ Հայաստան հողի վրա գիտության մեջ ինչ շարժեր ունենք արհեստական բանականության հետ կապված։ Մեր մոտ Երևան պետական համալսարան Հրանտ Խաչատրյանն է վարում, որ կտամ իրան հրավիրեք այդ հարցերով, իրանք են մի քիչ կարող է շատ գիտական ստացվի, այնտեղ հետազոտում են այդ նյարդային ցանցերի մարզումները տարբեր ձևերի, դրանց արդյունավետությունը եւ այլն, ասենք ամեն օրվա ցեղջերի մեջ աշխատանք է, այդ գիտությունը տենց չէ, որ sense մեծ պայթյունային բաներ ես անում, ամեն օր աշխատում ես, ամեն օր 1 մմ ամբողջ աշխարհի հետ առաջատար մասնագետների հետ առաջ ես տանում այդ գիտությունը։ Ամեն օր մտնում եք ChatGPT, տենում եք մի քիչ խելոքացել է, դա մի 1000 հոգի աշխատում են դրա վրա։ Այդ առումով Հայաստանում էլ լավ է, որ կա տենց թիմ, իրանք էլ ամեն օր այդ գործի մեջ են։ Դրանց կիրառությունների մասով է, էլի ավելի քիչ, որովհետև ինչպես ամբողջ աշխարհում, այդպես է Հայաստանում երազողները քիչ են, իրանց երազանքները այնքան են ծաղր, որ իրանք այս զենքը ստացել են այդ արհեստական, բայց չգիտեն որտեղ կիրառեն։ Կյանքում չէին ուզում այս կյանքը փոխեն, sense յոլա գնալու ռեժիմով ապրում էին, դրա համար չգիտեն ինչ անեն։ Ամբողջ աշխարհը հիմա վերցրել է այս արհեստական բանականությունը, ասես նայում է, ու մտածում է, բա հիմա ինչ անեմ, ես երբեք պատկերացնում եք, ասենք ենթադրենք, չգիտեմ, ենթադրենք մի օր զարթնում եք ու պարզում եք, որ sense աչքերը փակեք, բացեք, կարաք հայտնվեք Նյու Յորքում։ Մի հատ է բացեք, փակեք, ուզեք Տոկիո, կհայտնվեք Տոկիո։ Բայց ամբողջ աշխարհն էլ է ձեր նման։ Հիմա մի արանք sense կանեք գնաք Նյու Յորք, գնաք Տոկիո, մեկ 5 օր հետո կնստեք, կմտածեք, բա ինչ անեմ, որտեվ երբեք ձեր ոչ մի երազանքի մեջ դուք չեք երազել տենց գործիքի մասին։ Այսինքն ստացել եք մի հատ գործիք, որի հետ չգիտեք ինչ անեք, որտեղ ձեր ամենայն վայրենի երազանքներում անգամ այդ գործիքի մասին չեք երազել։ Ու հիմա հանկարծ բոլոր մարդիկ են դա ստացել, բայց շիվարած նստած են։ Շո մարդիկ արդեն որոշել են ինչ պետք է անեն,
Այն մնացածը ամեն օր որ չեն շարժվում տեղներից, իրանք նրանցից ոչ թե մի օրով են հետ ընկնում, այլ 100 օրով են հետ ընկնում, 1000 օրով են։ Հիմա իմ ասած իմաստեն էտա էլի որ քիչ արվում, ահա որ քիչ արվում, աշխարհում էլ է քիչ արվում, սա նստած նայում են չգիտեմ, բայց ով որ անում է այդ, ով որ արդեն սկսել է դա օգտագործել ու գիտի ինչի համար։ Կտրուկ առաջ են գնում։ Իրանք ամեն օր են չանողներից ոչ թե մի օրով են առաջ ընկնում, այլ 100։ Թող մյուսները մտածեն, նախ ուղղակի եթե երազանք չունես ախպեր ջան։ Հա, դե հակու ասած վախացրել են մարդկանց երազել։ Իսկ ընդհանուր աշխարհում Հայաստանում մասնավորապես Հայաստանում տնտեսությունը ու գիտությունը, կրթությունը իրարից ահագին անջատված է։ Այս գործիքակազմը կարա տանի կամ տանում է դեպի իրար մոտեցման, այսինքն տնտեսության, չգիտեմ, արտադրության ոլորտի պատվերները, գիտությանը, կրթությանը։ Դե եթե ճիշտ ասեմ, էլի կասեն նեղացնում է, ասենք հիմնականում գիտությունը կրթությունից անջատված է այն մասերում, որտեղ գիտություն իրականում չկա, կրթությունը չկա, արդյունաբերությունը, որը որ գիտելիքա հենչի, նորարարական չի ինքը այսօր վաղն է, հատու նորարարական գալու է ձեռս տանին, նույնիսկ եթե ինքը առաջ տանա ոլորտի։ Գիտությունը, որը արդյունաբերության մոտ չի, ինքը մենակ Իրանն է թվում, թե ինքը գիտությունն է։ Ուզում եմ ասեմ, կվերանա այդ գիտությունը։ Լավ նորությունը որն է, որ նրանք, ովքեր որ կարծում էին, որ իրանք ֆիզիկոս էին, ուղղակի ոչ մեկ չէր գալի իրանք հարց տալի, ու իրանք որ իրանք տրամադրությունը չեն գնի, էլի։ Հիմա էլ իրանք արդեն մենք ChatGPT-ին ենք այդ հարցերը տալ, իրանք մեզ պետք չեն, այդ աղբանոցը կարելի է փակել, առանց կարելի է մենք հենց դուրները փակել մեջին հետ միասին վառել, կարելի է հանել մեջինների նոր վառել, բայց այդ ակադեմիաները բաները իրանք փակման ենթակային 99%-ով։ Այն նրանք ովքեր որ գիտության արդյունաբերության մոտ գիտնականներ են, իրանք այն ժամանակ էլ էին պետք, հիմա էլ ChatGPT-ի հետ միասին պետք են, իրանք են կամային դրսևորումներով ունեն, որ հարց են լուծում, որ ցավ են բուժում, որ ցավ են մեղմում, իրանք գործիչներ են։ Մալյարներ չեն, էլի իրանք այդ է ուզում հարցնել, հիմա Հայաստանում ոնց է վիճակը, կան տենց մարդիկ ու կան իհարկե քիչ են, դրա համար մեծամասամբ ամբողջ աշխարհում էլ է մեծ ճիշտ ասած է տենց, իրանք այլևս առհասարակ բոլոր ոլորտների ադմինիստրատիվ բնույթի աշխատողները, որոնք ասում են ես փոքր մարդ եմ, ինձ ասեք ես ինչ անեմ, ես ֆիզիկոս եմ, ախպեր ասեք ինչ խնդիր լուծեմ, կլուծեմ։ Ինձ պետք պատվեր տվեք։ Տենց ասողները գործազուրկ են դառնալու։ Դա շատ լավ նորություն է։ Իրանք պետք չեն։ Նույնիսկ հիմա արդեն դրա մեջ ենք։ Այո, եւ сварщикները, եւ ֆիզիկները, եւ բոլորը։ Ես ինքս ծրագրավորող եմ, գիտես, ու մեր ոլորտում արդեն մենք ասես ճակերտավոր ասած ոտուձեռ ենք ընկել։ Այո, մասնագիտությունը ես ծրագրավորում եմ, ինձ պատվեր տվեք ես անեմ։ Հիմա այն պատվեր, ես տենց եմ, չէ, ասենք պատվերներ եմ անում, աշխարհի համար ինչ ասում, զենք ենք սարքում սախքյանքներս։ Հիմա ֆրանսիացի ընկերս, որ ուզում է զանգի ինձ մի բան պատվերի, ասենց գրում է ChatGPT-ի մեսա Վահագին զանգեմ, այս խնդիրը պատվիրեմ, ChatGPT-ն խնդիր լուծում տալիս է իրան։ Ինքը զանգում ասում է Վահագ ջան կներես այսօր մի հատ վաղը էլի, վաղը զանգի։ Հիմա վաղ ուզում եմ մի հատ ասում լավ սենց խնդիր եմ ուզում Վահագին տամ էդ էլ անում։ Հիմա այս մարդը չգիտի ինչ անի։ Այդ հնարավորության ձեռը ոչ մեկ չգիտի ինչ անի։ Հիմա բոլորս են շիվար նստած սպասում ենք, չենք հասկանում ինչ անել։ Հա, մեր ոլորտում էլ հենց այդ վիճակն է։ Իրավաբանության մեջ էլ այդպես ուղղակի իրանց չեն ասում որ տրամադրությունները չեն։ Չէ, արդեն իստում է մարդիկ կան գիտակցություն հասել են այդ գիտակցությանը, ոլորտի են առաջատարները հասել են այդ գիտակցությանը ու ասած մի քիչ շիվարած վիճակ է, բայց այն առաջատարները փորձում են ելքերը տեսնեն, նույն գործիքակազմը կիրառելով կամ չգիտեմ նոր բաներ մտածելով։ Հիմա հավատք կա, որ կանցնենք մի հատ փուլի, որտեղ 3 հոգանոց ընկերություններ են լինելու, նույնիսկ միլիարդանոց ընկերությունը լինելու է 3 հոգանոց, որտեղ են մնացած 33 հոգին արհեստական բանականության հետ։ Այն աշխատողները, որոնք ասում են մեզի գործ տվեք, դրանց այդ 33-ին փոխարինելու են արհեստական բանականությամբ, այն 3 հոգին իրենց ստարտափը էլի սարքել են։ Իսկ քո կարծիքով այդ դուրս մնացած լուսանցքում հայտնված մեծ քանակի մարդիկ ոնց է իրենց հարցը լուծվելու։ Դա հենց այդ էլի անցումային փուլում իրանք տարապելու են ու կառավարության խնդիրն է իրանք տարապանքը նվազեցնել, արտակարգ իրավիճակ հայտարարել, որտեղ իրանք երեխեքի մոտ ամեն ինչ նորմալ է լինելու, ամեն ինչ իր տեղն է ընկնելու ինքնա։ Անցումային փուլում ի նկատի ունեմ այդ մարդիկ
վատ սկսեցին վատ ապրել, բայց իրանց պետք է վերամասնագիտանան, այսինքն կարան, չեն կարա, ոնց է նախատեսում։ Պետք է երազան, պետք է իրանց համոզես, որ իրանք երազան, իրանց երազանքներից չվախենան, դե կրտած մարդիկ են։ Հիմա ոնց ինչ պետք է անես։ Պետք է իրանց universal base income, տենց հասկացություն կա։ Մարդը 2000 դրամ օրական տու, որ դա մի բան առնի ուտի չգած քո տունը մտնի։ Պետք է ինչ որ բազովի եկամուտ սահմանես, 10 յոլա գնան էլի։ Հա, մինչև ճգնաժամը անցնի։ Իրանց երեխեքը կլուծեն էլ այդ հարցը։ Իրանց երեխեքը ամեն ինչ իր տեղը կանգնի։ Կառավարության խնդիրը է ճգնաժամի փուլում մարդկանց տառապանքը մեղմելն է։ Հասկանալի է։ Լավ, մոտենանք ամփոփման, միջև վերջի հարց տալը, ինչ կուզես ասես ամփոփիչ կամ ինչ որ մտածում էր որ պետք է ասեիր, կիսատ մնաց։ Այսօր խոսում էինք այդ գիտաժողովից հետո Թայվանից եկած գիտնական կար, հայտնի գիտնականի զավակեր, ինքն է բիզնեսմեն, բան տենց ստարտափներ եւ այլն, ինկուբացիոն, ինստիտուտի նման կառույցի ղեկավարը ինքը առաջարկեց նախաձեռնություն ստեղծել կոչվում է քաղաքակրթությունների շարժը։ Հենց նախադեպ, դե քանի որ իրանք վիճակագրական բնագետներ, իրանք հետևում են հասարակության զարգացումներին բնագիտական եղանակներով, Civilization Dynamics Initiative, տենց առաջարկեց ստեղծենք միասին մի քանի թմով, այսօր դրա նիստներ էլի անդրանիկ ու քննարկում ենք թե ինչով կարա այդ նախաձեռնությունը զբաղվի, գիտական մասը, հետազոտական մասը, նախաձեռնող մասը, եւ այդտեղ այդ միտքը էլի եղավ, որ ինչ պետք է անեն պետությունները այս հետ արհեստական բանականության այս արանքում, ինչ ձևով օգնեն մարդկանց, որ այդ տառապանքը նվազի։ Եվ այդ առաջարկներից մեկը այդ էր, որ ոչ թե բոլորին 10, ասենք, ուտելիք, որ ուղակի ուտեն, դա իրականում չի աշխատում, ասենք Սան Ֆրանցիսկոյի այդ գեղամեջին աղբանոցներում պարկած մարդիկ կարային գնային մի 60 մայլ ենքում, մղոնենքում կամ մեր նույնիսկ Երևանում էլ մեկ-մեկ կարող է տեսնես մարդը, որ մի 100 կիլոմետր ենքում գնա, մի հատ հողակտորի վրա իր բոստանը կարա պայի, բայց ինքը նախընտրում է անդե բանին քնել, չէ, փողոցի մեջ ու ծակվել։ Հիմա դու իրանց ինչ էլ ուզում ես դու ուտելիքի համար, այդ մարդը ոչ միայն երազանք չունի, այլ արդեն պրծած այն էլ մարդ չի։ Հա, դուրս չի գալու։ Հա։ Դրա համար առաջարկը սենց էր տալ միգուցե էլի եթե փողը չի երիքում լատերիայով կամ ինչ որ այլ ձևով պատահականության սկզբունքով կամ մրցակցային սկզբունքով, իսկ եթե երիքում է բոլորին, բայց ոչ թե բոլորին, ասենք այդ փողոցում պարկած Սան Ֆրանցիսկոյի բանի, այդ բոմժին, այլ նրանց ովքեր ուզում են իրանց ստարտափներ, իրանց երազանք ունեն։ Երազանք ունեցողներին տալ base income, այսինքն հիմնական բավարար եկամուտ, որ ինքը նստի ու այդ իր ստարտափը սարքի։ Օրինակ, տենց գաղափար առաջացավ։ Բայց այդ ոնց է որոշվում։ Դա հետազոտությունը լուրջ տնտեսական, տնտեսագետները, բնագետները, վիճակագրագետները միասին պետք է հասկանան դրա հետևանքը ինչ է։ Բարոյագետներն ու տնտեսագետները պետք է ու հասարակագետները պետք է որոշեն ոնց է ընտրում։ Բայց դա հիմնական պարզ է, չէ՞, ես էլ դու գիտենք, այս մարդուն նայում ենք, ասում ենք, այս մարդը ինչ է, այն մեկն էլ երազում է իր ստարտափը, դա ամենապրիմիտիվ ձևով։ Ամենապրիմիտիվ ձևով բոլորս է գիտենք, որ երեխուն կարելի է տալ բեզ, ասենք 2 տարվա օրինակ տենց եղել է, չէ՞, Պիտեր Թիլին, գիտեք, sense ձեր նման հաղորդում ունի մարդականչում էլի, բան, Ստենֆորդներն բաները։ Դրանք են էլի, հետո մեկին բերում, ասում է ազատ կամ չկա։ Ապոլսկին ինտերվյուի կանչողներից մեկը Պիտեր Թիլն է, միլիարդատեր է, բան, ինքը տենց բան էր տալի։ Միլիոն Իլպոնի Թիլ, եսիմ ինչ, Պիտեր Թիլի ֆոնդ էլի, այդ դրամաշնոր է տալի $1 միլիոն, ինչ որ երիտասարդի, որ համալսարան չգնա։ Անասուն, այդ անասուն տեղը էլ չգնաս, արես կես $1 միլիոն տամ, դու նստի քո ստարտափը ծրակի, դից մի հատ ստարտափ ածում հետաքրքիր։ Կոչվում է, չեմ հիշում անունը ինչա, բայց իրանք փորձում են մարդկանց եւ արհեստական բանականությանը իրար հետ բաշխարդմա անեն, էլի, bashkartma.com մարդկանց եւ արհեստական բանականությունների միջև, այսինքն եթե դու ուզում ես նյարդային ցանց մարզես, որը բժշկության մեջ ուժեղ է, քեզ պետք են բժիշկներ, չէ՞, այդ նյարդային ցանցը մարզես։ Հիմա իրանք սայթ են սարքել, որտեղ այդ բժիշկներն ու այդ նյարդային ցանց մարզողները իրար գտնում են, որ բժիշկը իր գիտելիքը փոխանցի նյարդային ցանցին, 30,000 աշխատող ունեն, մի հատ, ասենք այդ իր տված այդ $1 միլիոնով, որ այդ երիտասարդը չգնա համալսարան։ Հա, տենց ստարտափ է։ Իմ մոտ մի հատ հարց առաջացավ սկզբից, որ ասիր քաղաքակրթության ոնց ասիր, Civilizational Dynamics դինամիկան, հա։ Այդտեղ քաղաքակրթություն ասելով ինչ է,
ինչի նկատի ունեք գլոբալ մարդկությունը որպես քաղաքակրթություն, թե մարդկության այսօրվա ունեցած տարբեր քաղաքակրթություններ, չգիտեմ, եվրոպական, արևմտյան քաղաքակրթություն, չինական եւ այլն, էլի։ Եվ դա այդ ամեն ինչը իրար հետ է, քաղաքակրթություն հասկացությունը պետություն հասկացությունից խորությամբ է տարբերվում։ Խորությամբ եւ նպատականների հեռահարությամբ եւ դեպի անցյալ եւ դեպի ապագա։ Իսկ եթե դու 300 տարվա, 500 տարվա ծրագրեր ունես եւ տարածության եւ ժամանակի մեջ եթե դու ավելի հեռահար ես, ասենք հայ ժողովուրդը կարա հավակնի, որ ինքը քաղաքակրթություն է, ոչ թե ինքը վասալ է հռոմեական կայսրության բյուզանդական կամ բանի, պարսկականի, որովհետեւ ունեցել է Մեսրոպ Մաշտոց եւ ունեցել է քաղաքակրթակերտ եւ քաղաքակրթածին դասական լեզու 8 հատ մատների վրա կարաս հաշվես այդ ազգերին, էլի։ Իրանք հիմնականում մեծ կայսրությունների ժառանգորդներ են, ասենք բաները։ Պարսիկները ունեն դասական լեզու, ասորիները ունեն դասական լեզու, եբրայեցիները ունեն դասական լեզու, սանսկրիտնա հնդիկների մոտ, այսինքն մի քանի ազգ կա, չգիտեմ ոնց, այս շատ իրան քրդի պես կներեք քրդերին չեմ ուզում վիրավորեմ, պահող ազգը, բոմժի պես իրան պահող ազգը հանկարծ ունեցել է քաղաքակրթական լեզու գրաբար։ Բայց բարձա, քանի որ շարունակում է իրան բոմժի պես բանը, թքած ունի այդ գրաբարի մասը։ Եկեղեցին դաժե թքած ունի գրաբարի վրա, սկսել է աշխարհաբարով աղոթները կարդալ։ Այսինքն այդ երազանքների պլանկին ինքը նայի չէլ արդեն դու լինելով նաև այտենց նվերի տեր, որ դու քաղաքակրթական հերահարության շախմատի խաղ սկսեմ Մեսրոպ Մաշտոցը, էլի։ Ինքը ինչ է տեսավ, Արամշապու արքան ինչ տեսավ, որ երկիրը քանդվեց։ Կեսը գնաց Պարսկաստան, իրանախարարները մի կես ուզում են Պարսկաստանի գահին ծառայեն ոչ թե իրան, այս կեսը Բյուզանդիա, ասում են լավ, բա ինչ հանեն, որ մի 500 տարի հետո իհարկե հայերը այսքան չպարակտվեն Բյուզանդիա։ Եկեք հայտարենք մեր քաղաքակրթականությունը, ու թող մեր ամբիցիոզնի լակոտ լուկուտը ոչ թե երազեն էս Մոսկվաներում կարիերա սարքելու մասին կամ Նյու Յորքներում, այլ երազեն Հայաստանում կարիերա սարքելու, ու ստեղծեց իր հավաք, իր կարտը գցեց սեղանին, ասեց ախպեր գրաբար։ Մենք պարագրաֆ չենք ասելու, մենք ասելու ենք պարբերություն, մենք պերիմետր չենք ասելու, ասելու ենք պարագիծ, խի, որովհետև ով է իր մայրաքաղաքային, ով է իր եզրութաբանությունը։ Գիտական լեզու ստեղծվեց։ Հա, դու արդեն հավակնություններ ինքը սեղանի դրեց, պարակտված երկրում, որը արդեն քանդվել է, մեռել է, արևմտահայերը էին ծովև, արևելահայերը էլ չեն սիրում իրար, էլ հայ չեն։ Ինքը քանդված մեռած Հայաստանում մի հատ նոր քարտ գցեց սեղանի վրա, ասեց հո դուք արևմտահայ չեք, այ ուռոդներ, դուք Բյուզանդիային չեք, դուք Հայաստան, հայերեն դպրոց, գնացեք դպրոց, հայերեն սովորեք, էլ հունարեն չեք սովորելու։ Բայց այդ իներցիան միջև հիմա կա, չէ, արևելահայ։ Իհարկե, Մաշտոցի ժամանակվանից այդ մահը հայ ժողովրդի 500 տարով հետաձգվեց, հայ ժողովրդի մահը տեղի ունեցավ 10-րդ դարում, 12-րդ դարում, այսինքն ինքը կարողացավ 500 տարով հետաձգի Հայաստանի մահը ու ծնվեցին այդ երկու տուֆտա ազգերը, արևմտահայեր եւ արևելահայեր, որոնք իրար ատում են, ոնց որ կոտրած մագնիսը, էլ չես կարա կպցնես, այդ կեղտը ծնվեց, որը հետո եւս 500 տարի հետո մեզ նվեր արեց այս աշխարհը, էլի կյանքը, Աստված մեզ նվեր արեց, բռնեց երկուսին էլ պարսիկներով ու թուրքերով, մամաները լացածրեց երկուսին էլ դառան ոչ հայախոս, ու եկավ Մխիթար Սեբաստացին, եկավ նորից գրաբարով փորձեց այս երկու անասուն ազգերին կպցնի իրար, հետո եկան այդ անասունները, Միքայել Նալբանդյաններն ու Խաչիկ Աբովյանները այս կողմից, այն կողմից էլ այս ոնց որ վերջ կուլմինացիան ինչ եղավ։ Հովհաննես Թումանյանը բացեց վերնատուն Արևելյան Հայաստանում ու սկսեց Արևելյան Հայաստանը զարգացնել իր արևելահայերեն լեզուն։ Դանիել Վարուժանը բացեց Արևմտյան վերնատունը, իրանց մասոնական կլուբերը մարդը բացեցին, այս մեկը Վրաստանի մայրաքաղաքում, այս մեկը Ստամբուլի։ Այդ է պրծավ նորից այդ ուրվականը, որի դեմ կռվում էր Մեսրոպ Մաշտոցը, նորից հետ եկավ ասպարեզ։ Այսինքն մի անգամ մենք 500 տարով մեր մահը հետաձգվեց, մի անգամ մենք նվեր ստացանք, ոչնչացվեց հայկական ինքնությունը, բացի մի քանի սարերից, որտեղ թուրքը չէր կարող մտնես, մնացած տեղերում բոլորի մայրենին դարձավ թուրքերենը։ Ինչ ենք մենք թուրքական շարադարձություն, ինչ է արևմտահայերեն ու արևելահայերենի շարադարձությունը թուրքական։ Ինչ է շուրեկե հարություն աշճանգրաբարի նկատմամբ։ Այսինքն առաջ ասում էինք ոնց որ ռուսերեն ոնց են ասում, նորմալ ազգերը ոնց են ասում, դլա, ստոլա, ստուլա, պոլա, չէ, պրաստոլ, պրաստուլ։ Այսինքն նախադաս լեզուներ են, չէ, գրական լեզուները առասարակ իրենք նախադաս են, իրենք ասում են for the table, for the chair, ոչ թե աթոռի սեղանի բանի համար։ Մինչև այդ համարին հասնում ես, միտքը կտրում է, գրավոր խոսքը
իր այությամբ նախադասա։ Բայց այդ գրավոր խոսքը իր այությամբ բան ունի։ Հոլովական արձակողականություն ունի։ Դու ասում ես двух красных книг։ Հայ այս կանաչի ծախողները, այս թուրքերն ու ադրբեջանցի ու հայերը, որ այդում են հիմիկ վարվել է հայերը Մոսկվա, ոնց են ասում։ Два красных книг։ Որտեղ իրանց լեզուն թուրքական ձևի է, էլի դառը։ Ինքը առանց հոլովական արձակողականությանը, չի ասում երկոցունց կարմիրած մատենից։ Ինքը ասում է երկու կարմիր գրքերի։ Հոլովական արձակողականությունը զրկվել է։ Նախ վերջադասը, ասենք այս բանը, այն մեր հայտնի լեզվաբանը, Հրաչյա Աճարյանը, որ մի 25 տարեկան էր, հələ ճշմարտությունը խոսալուց չէր վախում, էլի լոշտերը չէին ձգել։ Ինքը միացած կարճ պասաժ է գրել։ Ասում է արևմտահայերեն լեզուն այսօրվա եւ արևելահայերեն լեզուն, որոնք 100%-ով լրիվ բռնում են թուրքական շարադասությունը, ուղիղ նույնն են ինչ որ թուրքական շարադասությունը եւ ուղիղ հակառակն են նրա թե ինչն է գրաբարը, դեռ քննելու հարց է դա բնական ճանապարհով է շրջվել թե թուրքերի, թե դա նույնպես թուրքերի ազդեցությունն է մեր վրա։ Այսինքն այս շան լեզուն, որով մենք հիմա խոսում ենք, ինքը թուրքական շարադասությամբ լեզու է, մեր դա մի պատճառ եւս ինչի ենք մենք զզվում դրանից ու ինչի ենք մեր երեխեքին գրաբար սովորացնում, ինչի ենք մենք մաթեմի դասը գրաբարով վարում, ֆիզիկայի դասը գրաբարով վազում, չասեմ քաղաքակրթությունների պատմության դաս կա իրական դպրոցում։ Քանանյան Ալեքսանդրի մի օր խնդրեք գրաբարով ձեզ պատմի, ասենք վեդաների մասին, ավեստայի մասին, հեթանոսության մասին, մամեդականության մասին մենք լեկցիաներ ունենք, Ալեքսը պատմում է գրաբարով։ Մենք գրավորը մաթեմի բան որ անում, մենք սա գրաբար է մեր մոտ։ Հիմա մենք հետևալ բան ենք ասում։ Հայ ժողովուրդը մեռել այն ժամանակ, երբ որ ծնվել են այս 290 ազգերը, ու մենք պատրաստ ենք այս երկուսին մատաղանենք, որ նորից այդ հումուսից ծնվի հայ ազգը։ Ու դրանով ենք զբաղված։ Դա քաղաքակրթական գործ է։ Ասում եք քաղաքակրթությունը ինչ է, Մաշտոցը ասել է, ախպեր, չեք կարա պետություն ունենաք։ Դուք պետք է ինքնակա քաղաքակրթություն ունեցաք։ Չունեցաք, ձեր ամբիցիոզնի լակոտ լուկուտը երազելու են կամ Մոսկվային ծառային, կամ Բյուզանդիային, կամ Պարսկաստանին, կամ Ստամբուլին, իրանք չեն հավատալու իրանց գահին, որը պրոստը ասում է ես իշխանից, ասենք Բագրատունի, ինչ է ասում, Բագրատունի արքայից արքայի կռիվը ինչ էր բանի հետ, արծրույնների հետ, ասում է ես իշխանած իշխան եմ, արքայից արքա չեմ, ասում են ապուշ, բաներ էլի, Լևոն Տեր-Պետրոսյանն էլի, հաղթելուց հետո ասում է ես ով եմ ախպեր, Բյուզանդիանը, ես արքայից արքա չեմ, ես իշխանից արծրույնը ասում է ընկեր ջան, մենք աշխատում ենք արքայից արքայի համար, եթե Բյուզանդիանը արքայից արքան, ես գնամ իրան ծառայեմ, այ ոչխար, դու եթե իշխանած իշխան ես ընդամենը, ղիչ ես քեզ հայտարարում կենտրոն, որ ես ուզենամ քեզ ծառայեմ, արա ես ամբիցիոզնի ազգի լակոտ եմ, ես պետք է միայն արքայից արքային ծառայեմ, հիմա Մաշտոցը այդ հարցը դրեց, ասեց մենք խլինք չենք էլի, ինչքան էլ համոզում են մեզ մեր մեծերը, որ մենք ստից դեմքեր ենք, մեղրին ուզում են հանձնենք, քարվաճառը ուզում են հանձնենք, մենք այդքանը այտենց չենք ապրի, դու չես կարող խլինք վիճակում ապրես այս տարածաշրջանում, ահա որ մրցակցային տարածաշրջանում ես ապրում, կամ քո դրոշը ցցի, ասա ես քաղաքակրթություն եմ, որ քո լակոտ լուկուտ է, ախր շատ տաղանդավոր են էլի, ուզում են արքունիքին ծառայեն, չեն ուզում իշխանին ծառայեն։ Լավ, իսկ մենք ունենք այդ ներուժը, այդ պոտենցիալը դրան հասնելու։ Դե Մաշտոցն ու Վրանշապունն ու Սահակ Պարթևը որոշել էին, որ ունենք։ Այդ գրքերը, որ կարդում եմ, ասենք Մաշտոցի հաճախապատում ճարքը, ոչ մի բանով, ասենք չի զիջում, ենթադրենք, չգիտեմ, ում ասեմ, ասենք Օգուստինոս Երանելու գրածներին կամ չեմ անում, ասենք Թոմաս Նարեկացի, որ կարդում եմ, ես չեմ կարծում, որ ասենք ես պակաս, ասենք միայն հայոց պատմությունը խորենացու հերիքա, որ 3 հատ ազգ ծնվեր։ Իր էթնոգեզենեզի համար նյութ բավարար, այդ թվում քաղաքակրթական ազգ, որը խորություն ունի հազարամյակների ու մի քանի ոսկեդար ունի։ Մենք այդ սաղ պարամետրերով դիվանը ընդ թղթերի կա հոտում է ընդ միտե։ Այս թուրքահայերը, ռուսահայերը եւ պարսկահայերը ուղղակի կատարվել են այդ, բայց այդ դիվանը ընդ է այդ կորպուսը դոկումենտների։ Մենք 1700 տարեկան իշխանական տուն ունենք, որ հա, սա մնաց իշխանների գլուխը կդրին, բայց այս մեկինը մնաց։ Ճիշտ է, էշությամբ է զբաղված ասեն 100 տարի է։ Ասենք բանի մոլլեն Նախիջևանը ոնց դատարկվեց։ Ասենք որ մի հատ թուրք երեխա էր ունենում Նախիջևանը, մոլլեն գալիս էր մի 500-600 ռուբլի փող էր տալի, ու ասում էր մի հատ է ունեցի։ Իսկ հայ չինովնիկը ինչ էր անում, 24 10 էր առնում, դաչա էր առնում, այս որ մեծերի
Եմ որ ասում հայ չկա, ասենք այդ մեծերից ով է մեծերը, ասենք Վազգեն Սարգսյան, չգիտեմ, Կարեն Դեմիրճյան, ինչ էին ասում, Արփասևանա պետք փորել, ասի կփորի, հա, դե դրեք դրան ղեկավար։ Հասկանում եք, իսկ մոլեն գալիս էր ամեն երեխու համար Նախիջևանում 600 ռուբլի փող էր տալի։ Դրա համար մի քիչ հետո Նախիջևանում մարդ չկար, հայ չկար էլ, սաղ թուրք էին։ Դա նրանից չէր, որ դու վատ ղեկավար ունեիր Կարեն Դեմիրճյանը, իրանց Կարեն Դեմիրճյանից վատն էր։ Դա նրանից է, որ քո մոլեն ախպեր շանտեղությամբ էր զբաղված, արդեն 100-ամյակներով էր շանտեղությամբ զբաղված ու հիմա էլ է շանտեղությամբ զբաղված։ Լավ, վերջի հարցը տամ, չնայած դրա 24-10 ավելի շատ է սիրում, քան թե քո երեխեքի ապագատ էլի։ Լավ, Վագջան, վերջի հարցը տամ, չնայած դրա մասին խոսացիր, այսինքն ինչ ես դու անում, բայց սենց ամփոփ կարճ։ Ինչպիսի երկիր է կառուցում Վահագն Պողոսյանը։ Ինչ հարց։ Մեր ավանդական հարցն է, միշտ վերջում այս հարցը տալիս ենք բոլոր հյուրերին։ 300 տարի հետո 300,000 քառակուսի կիլոմետրը 300 միլիոն։ Ով որ 5 տարվա մասին է մտածում, ինքը 5 տարում կարող է այդ առիթը ունենա, կարող է չէ, չգիտեմ, բայց ինքը վաղուց պարարտանի դարած առնելու։ Երբ որ մեր երեխեքը մենք գրաբար ենք սովորացնում երեխեքին, ոչ թե որտեվ սիրում ենք մեր անցյալ անկատարը, այն որ նախարարները օտարին էին ծառայում, այլ որտեվ սիրում ենք մեր ապագան, մենք մեր ապագայի գրաբարով խոսացող երեխեքին ենք սիրում։ Դրա մենք որ քոչարի ենք բանում, ոչ թե այն հոտած հին աշխարհն ենք կարոտում, այն հային, որը այնպես քոչարի բարելով հանձնեց սա Հայաստանը, այլ այն ապագային հային, որը քոչարի է բարելու։ Ու մեր այն ժամանակ, երբ որ մեր երեխեքը բոլոր դպրոցներում գրաբար են սովորելու, էլ չեն ասելու ես արևմտահայ եմ, ես արևելահայ եմ, ես քաքահայ եմ, ես արցախահայ եմ, չգիտեմ, ՀՀ եմ, SM-ն եմ, այդ ապագայում, երբ որ այդ լինելու է, դուք բոլորը ընկերներ ջան, վաղուց պարարտանյութ եք դարածնելու։ Իսկ ով որ 5 տարվա մասին է մտածում, ես իրան ասելիք չունեմ, ախպեր, մենք 300 տարվա ծրագրերի վրա ենք աշխատում։ Շատ լավ, շնորհակալություն։ Ձեզ մերսի։ Կհանդիպենք Լուսահար podcast-ում։ Եթե այս զրույցը կարևոր էր քեզ համար, աջակցիր Լուսահար podcast-ին։ Լուսահար podcast-ը ստեղծում է կամավորական մեծ ջանքերով եւ ցանկացած աջակցություն կարևոր է մեզ համար։ Աջակցել կարող ես բաժանորդագրվելով, կիսվելով, տարածելով, ինչպես նաեւ նվիրատվությամբ։ Նվիրատվությունները կուղղվեն խմբագրական աշխատանքներին, տեխնիկական վերազինմանը եւ ընդհանուր նկարահանմանը։ Աջակցել կարող ես Ռեարմենիա հարթակում, Բարձունք.am կայքում եւ հայն հաշմեհամարով, որը դրված է նկարագրության մեջ։ Կարող ես միանալ նաեւ քո մասնագիտական փորձառությամբ, որի հղումը եւս դրված է նկարագրության մեջ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն աջակցում են Լուսահար podcast-ին։